խափանման միջոցը տեսանք, որ երկարաձգման որոշում կար եւ շատ կարճ ժամկետում որոշում կայացվեց նորից վերանայել։ Ձեր կարծիքով ինչը փոխեց այդ կարճ ժամկետում? Նախ ներողություն, ձայնս կտրված է մի քիչ։ Տեսեք, միակ պատճառը ժողովրդական ճնշումն էր։ Ես դեռ ամբողջ ծավալով չեմ ծանոթացել ինչեր են կատարվել, բայց բոլորը վրդովված էին ու ակնհայտ էր, որ ստեղ կատարվում է ապօրինություն։ Ցավոք սրտի միայն իմ մասով չի դա կատարվում։ Ուղղակի հավանաբար եւ սերը հաշվի առնելով եւ չգիտեմ ուրիշ բաներ երևի հաշվի առնելով իմ դեպքը մի քիչ աղմուկ հանեց, բայց իմ դեմքով երևաց, թե ինչպիսի դատավարություն է այստեղ կատարվում։ Հնարավոր չէր մեկ շաբաթ առաջ ես լինեի շատ վտանգավորած, մի շաբաթ հետո այդ վտանգը այնքան կորեր, որ ինձ վարչական հսկողություն տան։ Այսինքն այդ աբսուրդ է ու ամոթի զգացում չունեն այդ մարդիկ այդ որոշումը կայացնող։ Հիմա մտածում են ես պիտի շնորհակալություն հայտնեմ, որ նման որոշում են կայացրել։ Ոչ, ժողովուրդը ճնշեց, նստացույց արեցին, գրեցին բոլորը, դրանից հետո մի քիչ, չգիտեմ, ակցիաներ են արել ինչ որ ես անկեղծ ասած դեռ ամբողջ ծավալով չեմ ծանոթացել ինչ են արել, բայց այնքան ակնհայտ էր, որ այստեղ ապօրինություն է կատարվում, որ ժողովուրդը ընդվզեց։ Ու այդ ընդվզումը լրացնելու համար մարդիկ որոշումը մի շաբաթվա ընթացքում փոխեցին։ Զուտ է դա, ուրիշ բան չկա։ Բայց կարծիք կար, երբ դուք դեռ անազատության մեջ էիք, նշում էին, որ ձեզ կալանավորել են այն պատճառով, որովհետև կան քաղաքական դրդապատճառներ։ Ինչ կասեք սրա մասին։ Նշում էին, որ օրինակ Վահագն Ալեքսանյանի մայրիկին եք վիրավորել եւ դա է հենց պատճառ հանդիսացել։ Դատականիստերից մեկում ակնարկեցիք։ Տեսեք, ինձ ասել են, որ դա է պատճառը հիմնական ու որ ԿՊ-ից մարդ կա, ով կուրացիա անում է գործը ու դա Վահագն Ալեքսանյանն է եւ միջադեպ եղել է իր մայրիկի հետ, հավանաբար դա էլ էր պատճառ։ Հետո Իգոր Սարգսյան մի ճիշտ բան ասեց նիստի ժամանակ, ասեց Լիդիային մեր դեմ որպես զենք մի օգտագործեք։ Այսինքն մյուս տղամարդկանց ճնշելու համար տեսնում են, որ մարդիկ վատ են զգում իրենց։ Ասում են մեզ պահեք, Իգոր Սարգսյան ասում էր մեզ պահեք այստեղ, Լիդիային թողեք, թող գնա։ Ինչ եք էս աղջկան էս կնոջը պահում այստեղ։ Նույնիսկ իրենք էլ հանիրավի զրպարտված լինելով, հա, զրպարտություն ասա, այստեղ քրեական գործ չկա, ապացույցներից մեկի կեղծ լինելու մասին էլ բոլորն արդեն գիտեն, չէ, որ այնտեղ ինչ որ մարդկանց գյուլելու մասին խոսք չի գնացել։ Դա այտենց պաթետիկ ինչ որ պետության մասին է եղել այդ խոսակցությունը, այսինքն կոնկրետ ինչ որ մարդու սպանության մասին չի եղել։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով, այս մարդկանց պահում են քրեական ոնց է կոչվում ՔԿՀ-ն, քրեակատարողական հիմնարկներում, նաև ինձ, ուղղակի իմ դեպքը մի քիչ այդպես աղմուկ հանեց։ Ես միայն դրանով եմ տարբերվում, ու մենակ այս գործը չի։ Ես դուրս գալուց հետո լիք բաներ եմ իմացել, որ կյանքում չի պատկերացնի, որ Հայաստանում մեծ քանակության արդեն քաղբանտարկյալներ կան։ Մեզ մոտ Աբովյան քրեակատարողական հիմնարկում միայն ես եկին քաղբանտարկյալ, ուրիշը չկար, բայց մնացած տեղերում ահա որ վիճակ է։ Ու ասում եմ մենակ ես չեմ, շատ են այդ մարդիկ ու մենակ այս գործով չեն։ Այսինքն պետք է հիմա բոլորը խոսեն դրա մասին ու ասեն, որ միտեղ դրան պիտի վերջ տրվի ու պիտի բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։ Իսկ առհասարակ ձեզ ինչպես էին վերաբերվում քրեակատարողական հիմնարկում, ինչ որ խոչընդոտների հանդիպել եք։ Քրեակատարողական հիմնարկը ես տղաներից դե դատական նիստերի ընթացքում հետաքրքրվում էի պահման պայմանների վերաբերյալ։ Ոնց հասկանում եմ Աբովյանը բավական լավ է։ Մնացած տեղերում միջատներ կան, ինչ որ sense տարօրինակ բաներ կան, մեզ մոտ շատ լավ վերանորոգված տարածք է։ Աշխատակիցները, եթե դու նորմալ վերաբերմունք ես ցույց տալիս, իրանք նորմալ են։ Նույնիսկ այն ամենավատ իրանց պահող, չգիտեմ, անկարգ կալանավորների նկատմամբ այնպես չի, որ ինչ որ վատ վերաբերմունք կա, այդպես խնդիր չկա։ Ուղղակի ինչքան ուզում է այնտեղ լավ լինի, դա բանտ է։ Այսինքն եթե այդքան լավ տեղ է, թող այդ որոշում կայացնողը գնան այնտեղ ապրեն իրանց ընտանիքներով։ Դա բանտ է, բանտում ես դու գտնվում որոշակի հսկողության տակ։ Մենակ այն երկաթյա դուռը առավոտյան 7-ին, որ բացում են, ասենք զրնգալով, ասենք մարդու վրա հոգեբանորեն ազդում է։ Լիդիա,
Եվ քանի որ այս գործից առանձնացված մի մաս էլ նախաքննական փուլում է եւ այդ ահաբեկչության պլանի այսպես շուրջ փորձում են փաստարկներ եւ փաստեր ձեռք բերել վարույթ իրականացնող մարմինը եւ այդ ահաբեկչության այսպես ասած պլանը ձեր տնից են արգրավել կհիշեք հասցրել եք այսքան հասցրեցիք ուսումնասիրել դուք այդ նպատակով էիք տարել եւ ինչ էր դա ինչ իրենից կարող էր պլան ներկայացնել այն էլ ահաբեկչության Տեսեք մեր տնից հայտնաբերած ինքը ահաբեկչության պլան չէ ժողովրդական անցման պլանն է որը որ մեր կալանավորման նախորդ օրը հրապարակվեց երբ այդ հրապարակում եղավ արդեն մեզ համար պարզ էր որ իրանք ուզում են այդ բոլոր մարդկանց կապել իրար որովհետեւ այնց անհավանական բաներ ա գրած այնց մարդկանց ա իրար հետ կողքի դրած որ այդ մարդիկ երբևէ նույն տեղում չեն կարող լինել ու մարդը այս դաշտում գտնվող հասկանում է որ այդ մարդիկ միևնույն վայրում միաժամանակ չեն կարող գտնվել միևնույն process-ի մեջ այսինքն դիտավորը բոլորից այս մի հատ կաշայով հավաքել են միտեղ ուզում են մի հատ մեծ կաշա սարքեն իբր մեծ դավադրություն ա եղել իրենք էլ մենք էլ չենք հասցրել ահաբեկչություն գործել, որովհետև իրանք կարծել են կանխեն այդ ամեն ինչը։ Հենց շուտ են ձերբակալել։ Այդպես ես կարդացել եմ այնտեղ ինձ թվում է լուրջ մարդ ցանկացած դա կարդացող կհասկանա, որ ուղղակի անհեթեթություն է։ Իսկ այսօրվա դատավարությունից ինչ սպասելիքներ ունեք, ինչ եք կարծում, օրինակ Շարբաթյանին ազատ կարձակեն, որովհետև վերջինս անչափահաս երեխաների հայր է։ Տեսեք, մյուսներն էլ են անչափահաս երեխաների հայր, ուղղակի Մովսեսին կալանք տվեցին, ոնց որ նաև ինձ։ Մովսեսը, տեսեք, ես մի բան ասեմ, քրեակատարողական հիմնարկում լինելով մի բան եմ հասկացել, այնտեղ շատ մարդիկ հայտնվում են այն պատճառով, որովհետև իրանք նորմալ ընտանիքներ չեն ունեցել, նորմալ ընտանիքներում չեն մեծացել։ Շատ ցավում եմ այդ առումով, որ իրանք հայրական ընտանիքն է նորմալ եղել, ոչ էլ ներկայիս ընտանիքն է նորմալ։ Մարդիկ կան ընտանիքները հրաժարվել են իրանցից արդեն, ես չգիտեմ, շատ տարբեր պատմություններ եմ տեսել։ Այս գործում ներգրաված ցանկացած անձի կենսագրություն բացեք նայեք։ Հրաշալի ընտանիքների մարդիկ են, հրաշալի ուղակի։ Նույնը Մովսեսը Շարբաթյան, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանի որդին է։ Ում մեղքը միայն այն է, որ իր հայրենիքի համար դուրս է եկել պայքարի։ Ուրիշ ոչ մի մեղք այդ մարդը չունի։ Տեսեք անդադ փորձում են խղճի վրա դնել ինձ էլ անդադ հարցում են մայրիկի առողջությունը ոնց է այնտեղ առողջական խնդիր ունես չունես ես ոչ առողջական խնդրի պատճառով որ պիտի լինեմ դրսում ոչ մայրիկի առողջության ոչ մի ուրիշ պատճառ չկա որ ես պիտի լինեմ դրսում մենք արդար ենք հա Մովսեսը ունի անչափահաս երեխաներ բայց ինքը պիտի լինի դրսում որովհետև ինքը արդար է ոնց նույն գործն է ինչը որ իմ գործն է ոչ մի բանով չի տարբերում նույն մեղադրանքն է բոլորիս առաջադրված առանձնացված որևէ բան չկա որ ասենք Մովսեսը էս ինչ բանն արել Լիդիան էս ինչ բանն արել այդ 16 կետերը բոլորիս համար թվարկում են բոլորս նույն բաները պատրաստել ենք այսինքն նույնիսկ այդ աստիճան իրանք անփույթ են գտնվել այս գործը սարքելիս Մովսեսը ունի շատ լավ ընտանիք ունի եւ իր հայրիկը եւ իր պապիկը շատ Անտիր ընտանիքի տղա է ինքը եւ շատ լավ երեխաներ ունի եւ մեր կալանավորման նախորդ օրը մենք մասնակցել ենք իր երեխայի 40-ին ու դրանից հետո ուղիղ հաջորդ օրը մեզ կալանավորեցին ես էլ ճիշտն ասած չգիտեմ մտքովս ինչ անցավ իր կնոջ համար անթառամներ էի տարել հիմա այդ ծաղիկները թարմ իրանց տանը մնում են մինչեւ որ Մովսեսը կազատվի կգնա իրենց տուն Մովսեսը արդար է դրա համար ինքը պիտի լինի դրսում ոչ թե այն պատճառով որ ինքը ունի անչափահաս երեխաներ Այդ 10 եպիսկոպոսների պահանջին, որը ներկայացվեց կաթողիկոսի հրաժարականով, երբևէ կսպասեիք, որ եկեղեցում նման պահանջ կներկայացնեն հոգևորականները։ Տեսեք, ես եկեղեցին իմն է, ես եկեղեցու ներսի մարդ, իմ ընտանիքն է եկեղեցու ներսի մարդ, հոգևորական չենք, բայց մենք Այսպես ասեմ, պատարակների մասնակցող, հաղորդվող եկեղեցու կյանքին մասնակցող մարդիկ ենք մենք մեր ընտանիքով ու նաև ես։ Ես շատ բաներ ներքին գիտեմ, մեր տավուշի Տեր Տարոնը չեմ ուզում խոսել այդ թեմաներով։ Եպիսկոպոսներին անկեղծ ասած երբեք չեմ պատկերացրել, որ նման բան կլինի, բայց եւ ուրախ եմ, որ բացահայտվել է այդ ամեն ինչը, որովհետեւ շատ ավելի վատ կլիներ, որ իրենք ծպտված մնային ու գործեին ներսից ուշ կարողություն վեհապար հայրապետին այն անսասան մնացած մի քանի եպիսկոպոսի չգիտեմ Աստված օգնական եւ հույս ունեմ որ այս ճնշումներին չեն ենթարկվի եւ հետ քայլ չեն անի որովհետեւ այդ մարդիկ վստահաբար
շանտաժի ենթարկվելուց հետո են դիմել այդ քայլի, որովհետև ներսի մարդիկ կային, եկեղեցու ներսի, որ ասում են, որ մի շաբաթ առաջ էս ինչ մարդ էսպիսի բաներ էր խոսում, 10 օր առաջ հիմա գնացել նստել է Նիկոլ Փաշինյանի դիմաց, այսինքն ինչ որ կոմպրոմատ ունեն այդ մարդու դեմ, ուղղակի երբևէ չի կարող որևէ անձնական պատճառ ավելի բարձր լինել, քան քո պետության ու քո եկեղեցու շահը։ Ինձ թվում է իրանք թույլ են գտնվել, դրա համար այս վիճակում ենք հայտնվել ու ինչպես սրբազաններն էին գրել, ես հույս ունեմ, Պետրոսն էլ ուրացավ, չէ, որ բայց Պետրոսը հետո դարձի եկավ, Հուդան դարձի չեկավ։ Հիմա Պետրոսի նման դարձի եկողներ կլինեն այդ եպիսկոպոսների մեջ հուսա ու կվերադառնան ճիշտ ուղի։